Ամիսներ առաջ հերթագրվել ու անհամբեր սպասել են իրենց հերթին։ Այսօր արդեն հարյուրավոր քաղաքացիներ բռնել են հատից տանող ճանապարհը։ Ինչ է կատարվում, ինչ փուլում է գտնվում շինարարությունը, տեսել են գիտեն էկրաններից։ Այսօր եկել են անձամբ մասնակցելու եւ օգնելու շինաշխատողներին։ Երկար մտածել է, հաշվարկել ու հիմա հասկանում է որոշումը ճիշտ էր։ Հատիս այցերը մարդկանց հետաքրքրվածությունն ու զանգեր աշխարհի տարբեր անկյուններից Գագիկ Ծառուկյանին հուշում են, Հատիսում ծնված նախագիծը հաջողվել է ու այն դառնալու է մեր միասնության խորհրդանիշը։ Ասում է, ունենք հզոր պատմություն, մշակույթ, տաղանդավոր ազգ ենք։ Սրանով հանդերձ պետք է նաև աշխարհին ներկայանալու այցեքարտ ունենանք։ Ինչ նպատակով որ սկսել եմ կառուցել, սարքել, երկար մտածել եմ, հաշվարկել եմ, գցե բռնել եմ եւ իմ նպատակն է եղել, որ որպես մենք առաջին քրիստոնեաց աշխարհում, որ սա կարողանանք իրականացնել, որ մենք ասելու բան ունենք, աշխարհին ներկայանալու, հաշտության, համերաշխության, միասնության համար մենք տաղանդավոր ազգ ենք, հզոր ազգ ենք, հզոր պատմություն ունենք, բայց մենք միայն ու միայն պետք է կարողանանք միասնական լինել։ Այն նախանձը չարությունը չլինի, չկամությունը չլինի։ Այլ լիարժեք իրար հետ իրար կողքին լինենք, որ սա իրականություն դարձնենք։ Եվ օր-օրի տեսնելով հազարավոր մարդիկ են գալի, դա կլինի շաբաթ, կիրակի, ամեն օր։ Աշխարհի տարբեր ծայրերի զանգեր կան, որ ուզում են գան տեսնեն, իրանք էլ մասնակից լինեն։ Ու ես ամեն օր մտածում եմ, որ ճիշտ բան եմ արել, ճիշտ նպատակին, որ այսօր մարդիկ աղոթներ շուրթերին բարձրանալով, հույսով, հավատով, ժպիտները դեմքերին ցանկանում են մասնակից լինել։ 100% լավ է լինելու։ Հայտարարել որ սա լինի ազգային կառույց, ազգովի են կառուցել, ու դա տեսնում եք որ ամեն մեկը տարբեր ոլորտի արվեստ, մշակույթ, կրթություն, երիտասարդություն, կռվող տղաները, հոչակառուները, բոլորը դիում են, բոլորի համար դռները բաց է։ Բոլորն էլ կարող են գալ, ես իմ նպատակին տեսնելով այն որ պետք է լինի ազգային միասնական կառույց, հույսի, հավատի, որ մենք կարողանանք այս վիճակից դուրս գալու, մեր երեխեքին չթողելու այս խեղճ վիճակում։ Դա մենք կարող ենք անել միասին։ Ով ինչ կարանի, նա պետք է անի։ Ծանոթ բարեկամով չի, կուսակցությունով չի, այլ կարանի, պետք է հնարավորություն տաս անի, որը դա ի ծնե Աստծո կամոք դա այդ մարդուն այդ շնորհը տրված է։ Աստված պահպան բոլորին։ Զարմանքից մինչև հիացմունք ռեժիսորի աչքով է Հովհաննես Գալստյանը հետևում աշխատանքներին ու Հատիսից բացվող տեսարանին։ Արձանի նախագիծն անձամբ է ներկայացրել Վենետիկում, Կաննում, Տալինում, տեսել ու զգացել է մասնագետների էմոցիոնալ պիկը։ Նմանատիպ զգացողություններ հիմա ինքն է զգում։ Եվ գիտեք, իմ համար սա նախ եւ առաջ հավատի ամրության մասին է, որտեղ բոլոր կորուստները, որ մենք ունենում ենք, որ մենք շանս ենք տալիս մեր թշնամիներին մեզ ցավացնել, մի բանի մասին են հավատի սասանման, հավատը պակասում է մեր մեջ եւ այս արձանի գաղափարը այդ հավատի ամրացնելու գաղափարն է եւ մենք այո կարող ենք ոտքի կանգնել, կարող ենք շտկել մեր մեջքը, կարող ենք ուժեղանալ, եթե վերականգնենք հավատը մեր մեջ, մենք պետք է հավատանք Աստծուն եւ ըստ այդմ հավատանք մեզ, որովհետեւ Աստված յուրաքանչյուրիս մեջ է։ Աննկարագրելի էներգետիկա կա, իհարկե, դե չգիտեմ, գուցե ուզում եմ կապել նրա հետ, որ մենք հող ենք ու միանում ենք բնությանը, հա, բնության մի մասնիկ, որպես այդպիսին միանում ենք բնությանը, եւ դա էր, եւ այս ֆանտաստիկ մտահեղացումը, հա, ինչու, եթե մենք Բրազիլիայի արձանը տեսնում ենք, ես ինքս որ տեսնում էի, ներքին ինչ որ մի ցանկություն կար, այ ինչու այդ երկրում կա, մեր երկրում չկա, ու երբ որ ես լսեցի
որ պարոն Ծառուկյանը ունի այդպիսի մտադրություն ծրագիր։ Ես ուրախացել էի, շատ էի ուրախացել։ Էներգետիկան հենց գալու ընթացքից սկսած փառահեղ է եղել, որովհետև երգով ենք եկել, հաղթանակող մեր ազգային երգերով ենք եկել։ Ես շատ եմ ուզում, ես ինչ եմ զգում, այս ինչ որ հիմա այստեղ կատարվում է, թող սա դառնա այն ամուր հիմքը մեր յուրաքանչյուր հայ մարդու մեջ, որ յուրաքանչյուրս մեր մեջ աշխատենք մեր վրա, որ մեր եսը դարձնենք մենք, հենց մենք դառնանք մենք, մեզ ոչ մեկը եւ ոչ ոք չի կարող հաղթել։ Գիտեմ, որ մնայուն բան է, երևի հազարավոր տարիներ անցնելու է ու այս կառույցը լինելու է, Հիսուսի արձանը լինելու է եւ ուզում եմ տենց պատմեմ իմ թորներին, որ ես էլ եմ մասնակցել, ինչ որ մի փոքր բետոն էլ ես եմ լցրել, էներգիան շատ հրաշալի մի հատ էներգիա է ստանում, որ ասենց էներգիա ես ստացել եմ եկել Իսրայել, որ գնացել է Երուսաղեմ։ Գիտեք ինչ, զարմանալի բան չի, Ծառուկյանը միշտ են սուրպրիզներ անում հայ ազգի համար ու հրաշալի մի հատ բան արել, որ իրան պետք չէր էսի, բայց ինքը արել է հայ ազգի նվեր։ Հատիսում էին նաև 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած տղաներից մի քանիսը, նրանց տեղեկացրել ու հատիս հասցրել է Էրիկը, հաօկում Գագիկ Ծառուկյանի օգնականը։ Երկրորդ անգամ է այստեղ։ Առաջին այցը ասում է դեռ երկար կհիշի, աշխատանքի առաջարկ Ծառուկյանից հատիսի գագաթին է ստացել։ Անակնկալի է եկել ու որոշել է ընդունել, ուզում էր, որ այստեղից ստացած տպավորությունները զգան նաև ընկերները։ Մենք որոշեցինք մեր վիրավորում ստացած տղաների հետ ելնենք այսօր ստե ցույց տանք իրանց, որ ստե շատ մեծ գործ է կատարվում։ Դրա համար էլ ես շատ ուրախ եմ, որ մեր տղաները այսօր այցելեցին այստեղի, իրանք էլ տեսան, իրանք էլ շատ տպավորված են։ Տպավորությունները շատ մեծ է, շատ ուրախ ենք, որ մեր երկրում նման շատ կարևոր աշխատանք է կատարվում եւ ինձ թվում է ազգովի պետք է համախմբվենք եւ այս գաղափարին մեծ կարևորություն տանք։ Շատ ուրախ եմ, որ կառուցվում է հոգևոր մեծ կենտրոն, մեր ազգի համար շատ կարևոր կենտրոն ալնելու, որպեսզի մեր հավատքը ամրանա ու Աստծո օրհնությամբ կարծում եմ, որ այս նախագիծը իր վերջնական տեսքը կստանա։ Սա ամբողջ մեր ազգի համար է, մեր աշխարհով մեկ հպարտանալու առիթ լինելու։ 15 տարեկան Մարիան սոցհարթակներից է տեղեկացել, որ կարող է գալ ու մասնակցել Քրիստոսի մոնումենտալ արձանի կամավորական աշխատանքներին, տեղեկացրել է ընկերներին ու որոշել են միասին բարձրանալու են։ Ասում է կարևոր է իր համար հատիս բարձրանալը, չնչին, բայց կարևոր ներդրում կունենա։ Իմ համար շատ կարևոր էր, որ ես էլ ոնց որ իմ ներդրում ունենամ ու թեկուզ մի հատ ինչ որ բան եմ անելու փոքր, բայց շատ կարևոր էր իմ համար։ Սոցհարթակներից, կամավորագրումից, մտերիմներից ու նաև հատիս բարձրացած ծանոթներից են քաղաքացիներն իմացել, որ իրենք էլ կարող են գալ ու մասնակից է լինել 2500 մետր բարձրության վրա կատարվող շինարարական աշխատանքներին։ Խոստովանում են, էկրաններից այլ է, այստեղ ոգևորվածությունն ու հուզմունքը միախառնվել են։ Սենց ազգանվեր գործ վերջի 100 տարում չել է մեր երկրում։ Շատ լավ, այսի շատ լավ ծրագիր է։ Ամբողջ աշխարհը ճանաչելու է մեր ազգին, ամբողջ աշխարհը։ Թող Աստված պահապան լինի մեր ազգին, մեր զինվորներին, մեր բոլոր ժողովրդին, որ ծայրամասերում լինեն։ Տպավորությունները շատ մեծ է, շատ հաճելի է, շատ ուրախ եմ։ Մի մեծ բավականություն եմ ստացել այստեղ բարձրանալուց ու ինձ թվում է այս մեծ գործ է։ Երկար ժամանակ էի ուզում բարձրանալ այստեղ այդ տպավորությունը ստանալու եւ վերջապես ստացել։ Գալուց իմիջիայլոց ասում է, որ այս ամեն ինչը դառնալու է մեր 8-րդ հրաշալիքը, ու մենք վստահ ենք, որ մեր Հայաստանը թեկուզ այս ամեն ինչով էլ ավելի առաջ է գնալու, էլ ավելի հայտնի է դառնալու, բոլոր երկրին մենք ներկայացնելու ենք, որ մենք եղել ենք ամենաառաջի քրիստոնյա ազգը։ Շատ մեծ նպատակ եմ ունեցել այստեղ բարձրանալու համար ու հաստատ վստահ եմ, որ այդ նպատակը կկատարվի։ Շատ ուրախ եմ ու հպարտ եմ ամենաառաջինը, որ գտնվում եմ այստեղ, ես իմ բալիկը եւ մնացած ժողովրդի համար եմ շատ ուրախ, որ այս պատմական արարողությանը բոլորս մեր մասնակցությունը ունեցանք։ Շատ ուրախ եմ եւ մեծ պատիվան ներկա գտնվելու նման միջոցառման եւ շինարարության մասշտաբային։ Մեծ պատիվա բոլորիս համար, մեր հայ ազգի, հայ ժողովրդի որպես քրիստոնյա ժողովուրդ նման մեծ կառույց ունենալու։ Տպավորված եմ, որովհետեւ մեծ աշխատանք է տարվում, շատ մեծ աշխատանք
ու վստահ եմ, որ աշխարհում երևի որ հաստատ աշխարհում կհայտնյանանք ավելի Հայաստանը իր փոքր ինչ-որ քարտեզում, որ փոքրը ավելի կմեծանա հենց այս արձանի շնորհիվ, որովհետև ես վստահ եմ, որ մենք առաջի քրիստոնյա ազգն ենք ու պետք է ունենանք այս արձանը։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանում ու հենց հատից լեռան վրա լինելու է Հիսուսի ամենամեծ արձանը, շատ լավ կլինի ու ես հպարտ եմ, որ մասնակցել եմ Հիսուսի արձանի կառուցմանը։ Ես եկել եմ ստեղ, որ ընտրում ունենամ, որ ես էլ իմ ձեռքին կպնեմ, նայեմ ու պատմեմ, որտեվ իդու важно, ես ուզում եմ, որ սա հայերը գան, օգնեն իրար, շփվեն, постоянный մոտիկ մնան էլի, ուր չլինեն Ռուսաստան, Ամերիկան, Եվրոպան, որ իմանան, որ մենք պիտի постоянно միշտ շփվենք ու մոտիկ լինենք։ Իսկ վերջում արդեն ավանդական դարձած շուրջ պարը։ Այս վերելքը ոչ միայն բարձրություն է, այլև միասնության ճանապարհ, որի ոգին զգացվում է հենց հատիսի լանջերից։